Հանրության մեծ մասը բացասական կարծիք ունի իշխանության ներքին եւ արտաքին քաղաքականության մասին։ Միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժումը դեկտեմբերի 1-ից 10 հարցում է անցկացրել Երևանում եւ մարզերում։ Սոցհարթակում անցկացված հարցմանը մասնակցել է տարբեր տարիքի 500 քաղաքացի։ Երկրի արտաքին քաղաքականության, հանրային անվտանգության ու իրավապահ համակարգի վերաբերյալ հարցվածների մեծամասնության կարծիքը բացասական է։ Արտաքին քաղաքականությունը գնահատվել է հետևյալ կերպ. շատ բացասական 75.8, մասամբ բացասական 9.8, շատ դրական 1.2, մասամբ դրական 7.4, չեն կողմնորոշվել 5.7%-ը։ Առողջապահություն, սոցիալական հարցեր, կրթություն եւ գիտություն։ Այս ոլորտներում նույնպես հարցվածների պատասխաններն իշխանության համար հուսադրող չեն։ Դժգոհություններ կան գրեթե բոլոր բնակավարներից։ Նույն այսպիսի թվեր ես համոզված եմ ուղղակի ունի նաեւ իշխանությունը։ Եվ սրանով է պայմանավորված այն հիստերիկ բոլոր դրսևորումները, որը իրականացնում է այսօրվա վարչապետը եւ նրա ամբողջ թիմը։ Առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրությանը չի մասնակցի հարցվածների 9.8%-ը, մեծամասնությունը 52.5%-ը նշել է, որ կմասնակցի ընտրությանը, չկողմնորոշվածները 9% են կազմում։ Քաղաքական որ ուժին կամ անհատին է վստահում հանրությունը, հարցվածների մեծ մասը 48%-ը դեռ չի կողմնորոշվել։ Դա նշանակում է, որ այսօր քաղաքական ուժերը ունեն մեծագույն խնդիր բացատրելու իրենց այլընտրանքային մոտեցումները այս քաղաքականությանը։ Մեր այս հարցման արդյունքը նույնպես մեզ հուշում է, որ մեր ժողովուրդը սպասում է կոնկրետ հարցադրումներ, թե ինչ եք դուք անելու, հասկացանք սրանք ինչ են անում, իսկ դուք ինչպես եք վարվելու, դուք ոնց եք դուրս բերելու երկիրը այս վիճակից։ Հիմա Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքացիները ուզում են մասնակցել ընտրություններին, բայց տեսեք 38.9%-ը եւ դրան եթե գումարում ենք այդ 5.2 չեմ կողմնորոշվելը, փաստորեն ստացվում է 40%-ից ավելին, շուրջ 50-ը ուզում է գնալ ընտրությունների, բայց չգիտե ում ընտրել։ Ընդ որում շեշտենք, որ այդ մարդիկ, այդ 40%-ից ավելին միանշանակ չեն ընտրելու իշխանությանը։ Քաղաքացիները պատասխանել են նաև հարցին, թե ում կցանկանան տեսնել Հայաստանի ղեկավար։ 20%-ից ավելի ձայն ոչ ոք չունի։ Հասարակությունը սպասում է քաղաքական ուժերի միավորումներին ու նոր ծրագրերին։ Ուժերին, որոնց թվում է, թե իրենք միայնակ կարող են հաղթել, ոչ ոք միայնակ չի կարողանալու հաղթել։ Սա միանշանակ է արդեն։ Երկրորդը, մարդիկ, որ իսկապես ուզում են տեսնել միասնական ուժերի համախմբում, դա նույնպես հստակ է եւ դա նույնպես երկընտրանքի առաջ է կանգնացնում շատ շատերի։ Եվ կարևորը նա է, որ այդ գաղափարը միասին շարժվելու, միասին որոշելու դա իսկապես այսօր հասարակության պահանջն է։ Հարցվածների մեծ մասը նաև չի կողմնորոշվել, թե քաղաքական ուժերի ինչ միավորում է ցանկանում։ Համապետական ընտրություններին 6 ամիս է մնացել։ Մինչև այդ միասին շարժման ներկայացուցիչների խոսքով քաղաքական կարող ուժերը մեծ անելիք ունեն հասարակության հետ խոսելուց մինչև վստահություն ձեռք բերելը։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։